ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է Ուկրաինայում պատերազմի հարցին, հայտնելով, որ պետք է վստահ լինի այն բանում, որ գործարքը կկնքվի։ Ես չեմ պատրաստվում իմ ժամանակը իզուր վատնել։ Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, բայց դա շատ է հիասթափեցնում։ Ես մտածում էի, որ դա տեղի կունենա Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումից շատ առաջ, ասել է Թրամփը։ Այնուհետև ԱՄՆ նախագահը հիշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին իր միջնորդությամբ։ Ես նկատի ունեմ այն, որ մենք ունենք Ադրբեջան և Հայաստան, դա շատ ծանր էր։ Իրականում Պուտինն ինձ ասել է այդ մասին հեռախոսով։ Նա ասել է. «Աստված իմ, դա ցնցող էր, որովհետև բոլորը փորձում էին հասնել դրան, բայց չկարողացան։ Ես արեցի դա», եզրափակել է Թրամփը։ Ադրբեջանը պատրաստ է ռուսական ապրանքները հասցնել Հայաստան, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 2 օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց ադրբեջանական երթուղիներով ռուսական ապրանքները Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու հնարավորությունը։ Այս առումով մենք նույնպես շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել։ Ներկայումս ռուսական երթուղիները տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը։ Միաժամանակ մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել գյուղատնտեսության նախարարությանը այս նոր լոգիստիկ երթուղին մշակելու համար, ասել է Օվերչուկը։ Նա նաև նշել է, որ հյուսիս-հարավ միջանցքի ադրբեջանական հատվածի կառուցման գործում Ադրբեջանի առաջընթացը հստակ տեսանելի է։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է թույլատրել ղազախական բեռների, մասնավորապես հացահատիկի մուտքը Հայաստան։ The Times-ին տված հարցազրույցում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ հակամարտությունը ևս 2-3 տարի։ Նախագահ Զելենսկին ինձ ասաց, որ հույս ունի հակամարտությունը չի տևի 10 տարի, բայց Ուկրաինան պատրաստ է պայքարել ևս 2-3 տարի, հայտարարել է Տուսկը։ Նա նաև նշել է, որ Կիևը մտահոգված է միայն նրանով, թե այս որոշումը ինչ վնաս կպատճառի երկրի բնակչությանը և տնտեսությանը, եթե հակամարտությունը ձգձգվի ևս մի քանի տարի։ Զանգեզուրի միջանցքը կլինի միջին միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ավդուլքադիր Ուրալօղլուն։ Ուրալօղլուի խոսքով, Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղու ներուժի լիարժեք օգտագործման միջոցառումների հետ մեկտեղ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր նոր երթուղի բացելու համար, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Նա նշել է, որ արդեն սկսվել է Կարսից մինչև Նախիջևանի հետ սահման 224 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը և Բաքու-Թբիլիսի Կարս գծից տարբերվող նոր Կարս-Դիլուջու երկաթուղին կլինի երկկողմանի, ինչը զգալիորեն կմեծացնի բեռնափոխադրումները։ Ռուսաստանը անկասկած ճանաչում է Ուկրաինայի անկախությունը, սակայն Ռուսաստանի Դաշնության մաս կազմած տարածաշրջանների բնակիչները ենթարկվել են Կիևի կողմից ցնցող խտրականության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Անկասկած մենք ճանաչում ենք Ուկրաինայի անկախությունը, բայց մենք երբեք չէինք պատկերացնի, որ ձեր նշված տարածքներում ապրող մարդիկ, որոնք այժմ ամրագրված են մեր սահմանադրությամբ, կհամարվեն երկրորդ կարգի, ասել է պաշտոնյան։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևորը տարածքները չեն, այլ այդ հողերում ապրող մարդիկ։